Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 28-ն է 2026 թվական։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ռուսական կողմը մշտապես նշում է, թե ումն է նախաձեռնությունը։ Հիմա նաև տարբերությունը որն է, թե ում նախաձեռնությունն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում շեշտվել է Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ժամկետ չի ասել, թե երբ է նախատեսվում նման հանրաքվե։ Չէր կարող ասել, թե ինչին էին սպասում, չգիտեմ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հաստատել է հավատարմությունը Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությանը։ Փաստաթուղթը վերաբերում է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերին, երբ որ այդ հանդիպումը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի բացակայության պարագայում և իրանք որոշում կայացրեցին մինչև տարեվերջ վերջնական իրանց եզրակացությունը անեն, որ եթե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, ապա նրանց վերաբերմունքը որն է։ Իսկ հայկական կողմից ինչ են ներկայացնում։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին և խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Եվրամիությանն անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։ Ինչն է այստեղ կարևորը։ Սանկցիաները կիրառվեցին Հայաստանի դեմ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շատ խրոխ ձևով խոսեց, եթե ԵԱՏՄ-ն էսպես է վարվում, ուրեմն ԵԱՏՄ չկա։ Առանց ինձ դրել բան են որոշել, ասում են, էսա ես կգնամ մի հատ հալները կտենան, հենց որ կհանդիպենք, այդ ամեն ինչը կպարզենք, կասենք եւ այլ եւ այլ։ Դրանից հետո տեղի է ունենում ընտրություններ, ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ցածրացնելով իր կարգավիճակը գնում է վարչապետերի հետ հանդիպում, հետներն է շարք կանգնում, շարքով նկարվում։ Այն դեպքում, երբ որ ինքը իր կարգավիճակով հավասարազոր է ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահներին։ Բայց քանի որ պետք է գնար հարցը լուծեր Միշուստինի հետ, գնաց եւ տեսանք, որ այդ հարցը չլուծվեց։ Դրանից հետո ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանը եւ էկոնոմիկայի նախարարը սկսեցին փաստաբանություն անել Ռուսաստանի համար։ Ասացին, այո, իհարկե, մեր ապրանքը վատն է, 8 տարի է մեռանք ասելով, էս ինչ եք անում։ Ամեն անգամ ասում են, մի քիչ սպասեք, ինչին սպասենք։ Մենք չենք կարող մեր ինքնիշխանության հաշվին անորակ ապրանք ուղարկենք մեր դաշնակից պետության։ Այսինքն ընդունեցին, որ դա սանկցիաներ չի, ընդունեցին, որ դա մեր ապրանքն է անորակ, կուզեն կընդունեն, չեն ուզի չեն ընդունի, բայց փաստաթղթով կարող են հիմնավորել, որ դա անորակ է, եւ դա հնչեց Հայաստանի պաշտոնյաների բերանից։ Եվ եթե դու այդպես արտահայտվում ես, ասում ես իմ բացակայության ժամանակ այդպես է կարել, իրան չեք շնորհավորել, էսա, այնա, դուք այս սանկցիաներ եք կիրառում, մենք այդ ձեռք համեկնում Եվրոպան, մենք է շարժում ենք դեպի Եվրոպա, ըստ տրամաբանության, եթե արդեն ամեն օր տարածվում է ինֆորմացիա, որ մեր արտահանման ծավալներն աճել են էլ Չինաստանի հետ, էլ Հնդկաստանի հետ,
էլ արաբական երկրների հետ, էլ չեմ ասում Եվրամիության, այդ պարզա, այդ բոլորի հետ աճում են ու աճում, պետք է որ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնությամբ չզանգեր Պուտինին, որը սանկցիա է կիրառել քիչ, մի հատ էլ իրան չի ճանաչում, քիչ, մի հատ չի շնորհավորում։ Զանգել ես որ ինչ, որովհետև ասում էինք որ, իսկ հիմա էլ Հայաստանում տարածվել են, տեսակ առանց Ռուսաստան հնարավոր չի։ Առանց Ռուսաստան իհարկե հնարավոր է, բայց ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ ապացուցի, որ առանց Ռուսաստան հնարավոր չի, որտեղ ինքը իրականում Եվրոպա չի գնում, Ժողովուրդ ջան, չի գնում այդ մարդը։ Պետք է ինքը ասեր, որ հակառուսական տրամադրությունների վրա խորհրդարան գային ռուսամետ ուժեր, եւ ինքը դրանց դեմ պայքարեր, Հայաստանը մի կերպ փրկեր, որ նրանք չտանեին դեպի Ռուսաստան, արդյունքում մենք ունենայինք այս խորհրդարանը։ Իսկ հիմա արդեն ինքը ինչ էլ ուզում է Եվրոպան անի, իսկ ինչ արագությամբ պետք է Եվրոպան կարողանար հայկական ամբողջ ապրանքի ամբողջ ծավալը ընդուներ։ Այդ ո՞նց էր դա ստացվելու։ Ապրանք կա, որ նույնիսկ եթե տրանսպորտային ծախսը չգումարես, ձրի հաշվես այդ ապրանքը հասել է այդտեղ, ոչ մի տարիֆներ էլ չլինի, մաքսատուրքեր էլ չլինի, ոչինչ չլինի, էլի կարող է այդ ապրանքը մրցունակ չլինի, որովհետև մարդիկ այդ ապրանքը չեն ճանաչում։ Այդ ապրանքը որ սեգմենտում է, այդ հարցը չես լուծել, որ հայկական ապրանքը որակով է, որ էկոլոգիապես մաքուր է, որի պարագայում նավթի ավելի թանկ վաճառվի, որպեսզի դրա մեջ տրանսպորտային ծախսը ավելի մեծ տոկոս չկազմի եւ մրցունակ լինի այդ ապրանքը եվրոպական շուկայում։ Անանուն ապրանքը, անծանոթ ապրանքը տանես մտցնես եվրոպական շուկա, որ սեգմենտի հետ ես վաճառելու։ Տրանսպորտն էլ գումարեցիր, պետք է ասեմ, բամեն ինչին է, պետք է նա կառնենք այն մյուսը, որը մեզ ծանոթ է, մեզ հայտնի է։ Այո, շատ լուրջ աշխատանք է պետք տանել, ցավոք մեր մոտ, մեր կառավարությունը, որ շատ բաներից իրանք չեն հասկանում, իրանք թվում է, եթե մի բան իրանք հայտարարեցին, ուրեմն այդ գործը արդեն կատարվել է։ Այսինքն քաղաքական որոշումը կայացրել ենք Եվրոպայի մեկնած ձեռքը սեղմել ենք, վերջ, ուրեմն հարցը լուծվեց։ Հարցը իսկապես լուծվեց։ Ոչ, հերիք չէ հարցը չլուծվեց։ Նաև մի հատ ուզում են ցույց տան, որ էս էլ ձեր Եվրոպան, տեսակ որ մեզ չօգնեց, ինչպես պետք է օգներ Եվրոպան։ Ինչ արագությամբ պետք է կարողանար այդ բոլոր խոչընդոտները հաղթահարել Եվրոպան։ Այն էլ ինչ որ անում է, մի բան էլ ավել է անում։ Եվ ոչ միայն Եվրոպան, բա մեր իշխանություններն ասում են ուրիշ երկրների հետ էլ արտահանման ծավալներն ավելացել։ Բա ինչի եք ընկել դռնեդուռ հիմա Ռուսաստանին նորից դիմում։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ ժողովուրդը հասկանա, որ առանց Ռուսաստան հնարավոր չէ, եւ դրա համար դե ստիպված ինչ անենք։ Զանգել եմ, որ հարցերը կարգավորում, ժողովուրդ ջան, նեղանում եք ինչի համար։ Այ մի հատ էլ տեսեք, մի հատ էլ մուննաթ եմ եկել, ասում եմ, «Էս ինչ եք անում, գործընկերային չի դա որ անում եք»։ Էй սկզբանե որ արել էին, նա գիտեին գործընկերային չի։ Բա դրա հակառակ քայլը ո՞րն է։ Այսինքն քեզ չեն շնորհավորում, քո սանկցիաներ են կիրառում, սանկցիաները ավելացնում են Միշուստինի հետ հանդիպումից հետո, մի հատ էլ դու զանգում ես, իբր թե զանգում մուննաթ ես գալի։ Ում է հետարքիր քո մուննաթը, եթե քո հրապարակային ասածին բանի տեղ չեն դրել, խստացրել են ավելի։ Ուրեմն նշանակում է ճիշտ ուղղությամբ չես գնում։ Եվ դրա համար, երբ որ շատ-շատերը Նիկոլ Փաշինյանին քննադատում են Եվրոպա գնալու համար, որի պատճառով սանկցիաների տակ անգե, ես անձամբ քննադատում եմ խաղեր տալու եւ Եվրոպա չգնալու համար, որովհետեւ բոլորին հայը ասե եւ եկել է այդ հայի պատասխանները տալու։ Ամեն մեկն ասում է ինձ ինչ խոստացել ես, չի հետաքրքրում ուրիշին ինչ ես խոստացել։ Ինձ ինչ խոստացել ես, ինձ խոստացածը կատարի։ Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեին, անտրամաբանական է, որ հերթական անգամ Ռուսաստանից հնչեցնեն, ինչու հանրաքվե չեք անում։ Որտեղ դժվար չի հանրաքվեի մասին օրենքը դնեն, տանեն դնեն Պուտինի դեմը ու ասեն հարգելիս, հանրաքվեի մասին օրենքը պարտադրում է հանրաքվե անես վերպետական կառույցին միանալու ժամանակ։ Այսօր Հայաստանը, եթե նույնիսկ դիմում էլ գրի Եվրամիության անդամակցության, դրա համար հանրաքվեի կարիքը չկա։ Հանրաքվեն վերջի պահին է պետք, որպեսի արդեն ասի, որ ժողովուրդը որոշեց, հիմա արդեն մենք այս ամբողջը անցել ենք, դարձել ենք ասոցիացիան անդամ, սկզբից դիմում ես գրում անդամակցության, բայց քեզ հերթականությամբ բարձրացնում են ասոցիացիա,
Հաջորդ քայլը տեխնացու, հաջորդ քայլը անդամ։ Անդամակցության վերջի փուլում անում ես հանրաքվե եւ որոշում ես կայացնում միանալու։ Այսօր այդ հարցը չկա։ Իսկ հանրաքվե անել, որպեսի դիմում գրել, դրա կարիքն էլ չկա։ Այ եթե հանրաքվե անես, որպեսի պարտադրես իշխանությանը դիմում գրել, որտեղ ինքը ցանկություն չունի դիմում գրելու, կարող ես հանրաքվեն անել նաև հիմա։ Քաղաքացիական նախաձեռնությամբ ասես ժողովուրդ, այս մարդը խաբում է, մեզ Եվրոպա չի տանում, բերեք հանրաքվե անենք, պարտադրենք, թող դիմումը գրի։ Այդ ուրիշ է։ Բայց իշխանությունը լրիվ իրավասու է, ինքը դիմում գրի առանց հանրաքվեի։ Ու բարդ չի, որ դա Ռուսաստանը հասկանա։ Այս ինչ է ստացվում։ Մի հատ Ադրբեջանն է պահանջում հանրաքվե անել, մի հատ Ռուսաստանն է պահանջում հանրաքվե անել։ Հանրաքվեի մասին օրենքը տալիս է հնարավորություն, որ այդ երկու հարցը միասին դնես հանրաքվեի։ Իհարկե ոչ։ Չի կարող լինել տենց բան։ Սահմանադրական փոփոխության հետ կապված մի հատ էլ դնելու ես ուրիշ հարց, դրանք լրիվ տարբեր հանրաքվեներ են։ Այսինքն այսօր Հայաստանից պահանջում են առաջիկայում այս տարվա մեջ երկու հատ հանրաքվե անել։ Մեկը Ադրբեջանի պահանջով, մեկը Ռուսաստանի։ Երկուսն էլ աբսուրդ պահանջներ է, բայց հարցը առաջանում ինչու են մեզ նման բան պահանջում։ Ով է նրանց այդ իրավասությունը տվել, որ իրանք դա պետքա պահանջեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը գնացել բան է խոստացել, նրանք էլ ասում են, դե որ խոստացել ես, հիմա ժամանակն է պարտքերդ փակես, մենք քեզ օգնեցինք, դու ընտրվեցիր։ Սա է։ Թե չէ մենք շատ լուրջ քայլերով պետքա առաջ գնանք դեպի Եվրոպա։ Այո, մեր մեղքով չի Եվրոպամետ կամ արևմտամետ տեսակետներ ունեցող մարդկանց մեղքով չի, որ Ռուսաստանը սանկցիա է կիրառում, մենք չենք իշխանությունը։ Բայց եթե Ռուսաստանը սանկցիա է կիրառում, համարենք կարող է մեր դեպքում էլ դա կիրառել։ Ուրեմն պետքա մտածենք ինչպես դրատակից դուրս գալ։ Պետքա ավելի վճռական քայլեր անել դեպի Եվրոպա, ավելի լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել Եվրոպայի հետ։ Այո, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէր, որ այն քաղաքական ուժը, որը հստակ կկանգներ, կասեր մենք այլընտրանք ենք եւ այս իշխանությանը եւ ռուսամետ իշխանության ընդդիմությանը եւ նախկին իշխանություններին նա հանկարծ խորհրդանում չհայտնվեր, որովհետեւ նա պետք է ասեր դուք Եվրոպա չեք գնում եւ այդ կապերով իրանց ծանոթություններով խորհրդանի հարթակն օգտագործելով խորհրդանի միջազգային կապերն օգտագործելով պետք է ամեն ինչ արվեր, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնա դեպի Եվրամիություն եւ այս վիճակից դուրս գա։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Եվրոպայի հետ խաղեր տա, դե տեսակ դուք մեզ ամբողջական ծավալով չօգնեցիք, ես էս տիպված զանգեցի Պուտինին։ Այս այր, որ իրան բացարձակ ձեռնտու չէր, որպեսի մեր նման ուժը լիներ խորհրդարանում։ Մի բարդ բան չի։ Իհարկե մենք մեր համեստ ուժերի ներածի չափով հիմա էլ ենք փորձում օպերատիվ իրավիճակի վրա ազդելու ինչ-որ քայլեր անենք, հանդիպումներ ունենալ, մարդկանց հետ քննարկել, հազար ու մի բան անել, տեսնել ինչ հնարավորություններ կա, մեր դրսի համակիրներին խնդրել, որ օգնեն, վերջապես մարդկանց ապրանքը փչանում է, դրանք պահեստավորել հնարավոր չի։ Բայց միևնույնն է, մեր հնարավորությունները սահմանափակ են ու նրանք, ովքեր ամեն ինչ արեցին, որ իրանց հնարավորությունները մեծը լի, դե թող իրանք անեն, մի հատ տեսնենք, ձևը սովորենք։ Այդ տեսակ Հայաստանը ինչ փաստի առաջ կանգնեցրեցին։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։ Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը կարծես ասում էր. եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը, բայց իրականում ում եւ ինչի հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը ցավոք կամ բարեբախտաբար, սա իմ հարցը չէ, սա Երևանի համար է, չէր ճանաչում ոչ որպես իր սեփական, ոչ էլ անկախ։ Նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիվացնել։ Լրիվ ուրիշ թեմայի հետ կապված Ռուսաստանին մեղադրում ենք, ամեն անգամ Մարիա Զախարովան լրիվ ուրիշ հարցի պատասխանում է։ 100 անգամ մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ի իրավազորության ներքո չէր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետև նա Հայաստանի կազմում չէր, անկախ պետություն նրան չեն ճանաչել, որի պարագայում ինքն էլ ՀԱՊԿ կազմում մտածել էր։ Այդ գիտենք։
Ռուսաստանին դրա մեջ են մեղադրում։ Ռուսաստանին մեղադրում են, որ ասում են դու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով միլիարդավոր դոլարների հարձակողական զենք, որ տալիս է իր Ադրբեջանին, ում դեմ էր օգտագործում։ Դու չգիտեիր, որ Հայաստանի զորքն է Արցախում անվտանգության երաշխավորը։ Այո, արցախցին էլ է կռվել։ Այո, արցախցին էլ է պաշտպանել իր հայրենիքը։ Նրանք, ովքեր ասում են դա այդպես չի, շատ վատ բան են անում, շատ անարժան, անպատիվ բան են անում։ Բայց այն, որ Հայաստանը կռվել է, այն, որ մեր երիտասարդները գնացել են, որ գրանցումից էլ դուրս են եկել, դե գրանցվել են, որ ամեն ինչ արել են, որ Արցախի անվտանգությունը ապահովեն, դա կասկածից վեր է, ու դա հնարավոր չէր, որ չիմանար Ռուսաստանը, ու հնարավոր չէր, որ չիմանար, որ Արցախի բանակը ենթարկվում է Հայաստանին։ Դա մի բարդ բան չէր։ Ում էին սպանելու այդ հարձակողական զենքով։ Համարենք, որ Ռուսաստանն ասում է Արցախը մեր իրավազորության ներքո չէր, այ դրա համար մենք չենք մտածել։ Հայաստանն էլ քո իրավազորության ներքո չէր, հայաստանցին էլ քո իրավազորության ներքո չէր։ Ադրբեջանը հարձակողական միլիարդավոր դոլարների զենք ում դեմ էր օգտագործելու, բան չէր տալի, ում դեմ էր զինում։ Սա մեկ։ Եվ երկրորդ, Ռուսաստանին մեղադրում են, ասում են Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք։ Հայաստանի տարածքը հապկի իրավազորության ներքո չի։ Ամեն անգամ ասում են Ադրբեջանը մտել է ջերմուկի տարածք, բան չեք անում, կամ Սև լճի տարածք, բան չեք անում, ասում է Արցախը հապկի տարածք չէր։ Լավ, հնարավոր չի հասկանալ, որ հարցը Արցախին չի վերաբերվում։ Արցախին է ուրիշ հարցով է վերաբերվում։ Արցախինն էլ է վերաբերում են հարցով, որ երբ որ քեզ պետք էր պաշտպանել Աբխազիայի ու հարավային Օսիան կամ Մերձդնեստրը, զորքը մտցրեցիր ու պաշտպանեցիր։ Եթե քեզ պետք էր, չասեցիր, որ Աբխազիան ու հարավային Օսիան Վրաստանի տարածքային ամբողջականության մեջ է ճանաչում միջազգային հանրությունը, Մերձդնեստրն էլ ճանաչում է Մոլդովայի կազմում, Ղրիմն էլ ճանաչում է Ուկրաինայի կազմում, դա քեզ չխանգարեց, որ այդ 4 սուբյեկտը օկուպացնեիր եւ ճանաչեիր։ Բայց այ հենց հարցը եկավ Արցախին, բա միջազգային հանրությունը չի ճանաչում, մենք ինչ կարող էինք անել։ Բա ինչ կարողացար անես, հապկը ինչ կապ ունի։ Ինչի Աբխազիան ու հարավային Օսիան, Մերձդնեստրն ու Ղրիմը հապկի անդամ էին, որ նրանց տարածքը օկուպացրեցիր։ Սա մեկ, եւ երկրորդ, բահապկի անդամ Հայաստանի բանը սահմանը, որ չէի ճանաչում, դա ինչ ասենք։ Ասում ես, բա սահմանը բանա չենք ճանաչում, չգիտենք որն է Հայաստանի իրավազորությունը։ Այսինքն փաստացի չգիտես որն է, բա որ խորհրդային միությունը լուծարում էիք, հետո տարածքային ամբողջականության որոշում կայացնում, Ալմատիի փաստաթղթով, փաստացին չէիք ճանաչում։ Այսինքն Հայաստանի փաստացին էլ չեք ճանաչում, ինչը Ռուսաստանը բոլորի դեմարկացիան արել է։ Ռուսաստանը դեմարկացիայի որոշում էլ ուներ դեռ 2003 թվականին Ուկրաինայի հետ, բայց կոնֆլիկտներ, պատերազմ եղավ, ինչ որ բաներ կիսատ մնաց, մինչև էլ հարցը չեն լուծել։ Հիմա ձեր Ռուսաստանի տարածքը ոչ մեկը չի ճանաչում, ով ուզենա կարա մտնի, ասի էս իմն է։ Այսինքն դրա համար այս պարզաբանումները շատ պրիմիտիվ են, բայց երբ որ Հայաստանը տեղը տեղին չի դնում դեմները, նրանք ամեն անգամ առիթավորում են լրիվ ուրիշ ձևով ներկայացնում իրանց ուզածը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է. Եվրամիությունը պլանավորում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների հաշվին։ Արտաքին հետախուզական վարչության ստացվող տեղեկությունների համաձայն Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ Ընդգծում է, որ Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու ստացվող եկամուտների զրոյացումը թույլ չի տա ԵԱՏՄ անդամների հաշվին ապահովել դեպի Եվրամիություն թիավարող հայկական իշխանությունների կայունությունը։ Եվրակառույցներում ընդունում են, որ հակառուսական միջոցային քաղաքականությամբ եւ Ուկրաինայում պատերազմին աջակցելու եվրոբյուրոկրատների մոլուցքային ձգտմամբ պայմանավորված Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները Բրյուսելին հնարավորություն չեն տա Երևանին փոխհատուցել միլիարդավոր վնասները։ Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել Եվրամիության ղեկավարությանը Հայաստանից եկող ապրանքների համար իրենց շուկաները բացելու անպատրաստության մասին՝ ի վնաս ազգային արտադրողների։
Հիմա ստացվում է, որ Եվրոպան չի օգնում, շատ վատ է վիճակը, այդ գումարները կոմպենսացնել հնարավոր չի, բայց ինչն է եզրակացությունը այս արտաքին հետախուզական վարչության։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից արդեն իսկ պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի հետ եւ ճնշել դրա դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին։ Ավելի աբսուրդ բան դժվար է պատկերացնել։ Հայաստանը դիմել է Եվրոպային, Եվրոպան խոստացել է օգնի, Եվրոպան չի կարողանում օգնի։ Հայաստանը բնականաբար նեղվում է, ասում է, բա խիչ ես օգնում, բա խոստացել ես։ Ու Ռուսաստանը ասում է, հերիք չի չեն կարողանում օգնել։ Մի հատ էլ Հայաստանի իշխանություններին ճնշում են, որ Ռուսաստանի ձեռք քաշեն։ Բայց եթե չեն կարողանում օգնել, ինչ լծակով են ճնշում։ Պետք է օգնեին, չէ՞ որ ասեին, բա մենք ենք քեզ օգնում, նեղ ժամանակ մենք ենք քեզ օգնության ձեռք մեկնել, դու էլ մեր ասածը պետք է անես, ինչ գործ ունես Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը այսօր ասում է, ես եմ քո գործընկերը, հետ արի քո գործընկերն եմ, բայց սանկցիա է կիրառում, բայց ասում են նրանք չեն օգնելու, բայց ճնշում են։ Չօգնողը ինչով է ճնշում։ Մի հատ կողմնորոշվեք, սա է ձեր հետախուզական վարչությունն է, էլի, բայց սրա լեքսիկոնը, սրանց բառապաշարը, բլոգերը ես, ինչ ես, այս ինչ լեքսիկոնը, պետական կառույցը վերլուծություն է անում, այն էլ հետախուզական ծառայությունը, ասես նավերով, թիավարելով, չգիտես ինչերով, բաներով, հեգնանքով եւ այլ եւ այլ։ Սա ոչ պրոֆեսիոնալ փաստաթուղթ է, ժողովուրդ ջան։ Նման գծի խրախուսումը ենթադրում է իրականացնել հայ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների եւ հեռավոր հրաշալիքում Հայաստանը բարգավաճ խաղաղության խաչմերուկի վերածելու խոստումների հաշվին։ Եթե Եվրոպան Հայաստանին չի օգնում, վիզաների ազատականացումը չի անդեմ Ռուսաստանի, որ բա վիզան ազատականացումը քեզ ինչ։ Այսինքն այս վերլուծությունից մենք ինչ հասկացանք, որ այս ծառայությունները չեն Պուտինին ներկայացնել վերլուծություններ, որ Ուկրաինային 3 օրում կհաղթեք։ Ժորժ ջան, ձեր մակարդակը գիտենք, էլի։ Սրա մեջ ընդհանրապես որևէ լրջություն չկա։ Ընդհանրապես ցույց են տալիս, որ տեսեք, հա։ Հայաստանը եթե թեքվի դեպի Եվրոպա, այդ ծախսերը չի կարողանալու փակի։ Այդ դրա համար վիզաները ազատականացումը, որ ինչ անի։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա կատարվում, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի միջազգային ասպարեզում, բայց եւ միևնույն ժամանակ էս ոնց է, որ այսքան խնդիր ունի, բայց Հայաստանի ձեռ չի քաշում, որովհետև Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ խորհրդարան գա ռուսամետ երկու ուժ, եւ մեկ էլ ինքն է Ռուսաստանի հետ խաղեր տա, հասարակության մեջ էլ ահագին մարդել մտածի, որ հա դե ինչ անենք, մեր ուշտու միտքը Ռուսաստանն այլ իրանք մեզ կօգնեն, դրա համար Ռուսաստանը իր օրակարգը նորից պարտադրում է Հայաստանին։ Այն դեպքում, երբ որ ինքը բոլոր տեղերը զիջումների է գնում, որովհետև չի կարողանում անգամ այդ պատերազմ հաջողություն ունենա, կորցնում է իր դաշնակիցներին, չի կարողանում իր ազդեցությունը պահի տարբեր երկրներում, հիմա էլ Դոնալդ Տրամփն էլ երես է թեքել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի ուկրաինական հարվածների հեռավորությունն արդեն գերազանցում է 3000 կիլոմետրը եւ շարունակում է աճել։ Թիկունքի ռազմավարական խորհրդության արկայությունը, որը երկար ժամանակ ռուսաստանյան առավելությունն էր, այժմ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության համար դառնում է առանձնահատուկ խնդիր։ Մենք արդեն ապացուցել ենք, որ ուկրաինական դրոնները կարող են հասնել մասնավորապես Ուրալի տարածաշրջանի, Սիբիրի եւ Մոսկվայից հեռու գտնվող այլ տարածքների թիրախներին։ Միայն այս տարվա ընթացքում մեր հեռահար հարվածների ծրագրի իրականացումից ի վեր արդեն կատարվել է ավելի քան 1000 կրակային առաջադրանք։ Խոցվել են նավթային օբյեկտներ, կարևոր ռազմական արտադրություններ, Ռուսաստանի լոգիստիկայի համակարգային նշանակություն ունեցող օբյեկտներ։ Այսօր մենք համաձայնեցրել ենք մեր գործողությունների շարունակությունը եւ թարմացրել առաջնահերթ թիրախների ցանկը։ Գլխավոր նպատակը Ռուսաստանին դիվանագիտության մղելն է։ Մենք Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ առաջարկները, որպեսզի պատերազմն ավարտվի արժանապատիվ խաղաղությամբ։ Իհարկե 3000 կիլոմետր, երբ որ ասում է Վոլոդիմիր Զելենսկին, մինչև տարվա վերջ դա կլինի արդեն 4000-5000, իսկ հաջորդ տարի արդեն նախատեսվում է մինչև 10000 եւ իրենք արդեն զեկուցել են, որ կխփեն Ռուսաստանի ամենահեռավոր մասերին, դա սկսած մինչև Կամչատկա։
Բացի դրանից աշնան կողմ արդեն նախատեսվում է, որ Ուկրաինան կունենա սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ, որի հեռահարությունը բավարար կլինի շատ ծանր հարվածներ հասցնի, այդ թվում նաև Մոսկվային։ Չի բացառում, որ իրանք ավելի շուտ էլ դա ունենան, երբ որ աշուն են ասում, ավելի շատ դա ասում են, որ մարդիկ գլխների գալիքն իմանան, մտածեն, որ այս պատերազմը շարունակելուց այլևս անապահով վայր Ռուսաստանի տարածքում չի լինելու։ Ուկրաինական զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին, մոնիտորինգային աղբյուրների տվյալներով հարվածի տակ կարող են հայտնվել երկաթուղային ենթակառուցվածքը և տեղի նավահանգիստը։ Իսկ հուլիսի 25-ի գիշերը անօդաչու թռչող սարքերն արդեն հարձակվել էին Ռոստովի, Էնգելսի և Լուգանսկի վրա, ինչի հետևանքով հրդեհներ էին առաջացել, այդ թվում հրդեհվել էր զորանոցի շենքը։ Իսկ այս շաբաթվա սկզբին անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Բելգորոդի վրա, որտեղ հավանական թիրախ կարող էր դառնալ Անվտանգության դաշնային ծառայության շենքը, իսկ առանց լույսի էր մնացել քաղաքի միստվար հատված ներառյալ կենտրոնը։ Սա այն վիճակն է, չնայած Ռուսաստանն էլ պատասխան հարվածներ է հասցնում, դա բնական է, գիտենք, որ պատերազմը շարունակում է շատ դաժան երկու կողմից էլ, բայց այն հարվածները, որը Ուկրաինան հասցնում է, Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնում, դեռ դա է պատճառը, հետագայում կփորձենք անդրադառնալ նաև դրան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը պատրաստվում է Սպիտակ տանն ընդունել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առանձին հանդիպումների համար։ Սպասվում է, որ քննարկումները կկենտրոնանան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների վրա։ Մինչև մեր հաղորդումը եթեր գնալը դեռ հանդիպումները չէր կայացել, ժամային տարբերությունները նաև հաշվի առնելով, այնպես որ այն ինչ էլ որ կքննարկեն, դրա մասին կխոսենք վաղը։ Թրամփը խոստովանել է, որ ինքն ու Նեթանյահուն լիովին համաձայն չեն Իրանի հարցում, բայց և ասել է, որ շարունակում է սերտորեն համագործակցել։ Մենք փոքր տարբերություն ունենք, բայց բավականին մոտ ենք։ Ես պատրաստվում եմ խոսել Բիբիի հետ այն մասին, որ եթե ես նախագահ չլինեի, Իրանն արդեն վաղուց միջուկային զենք կունենար, իսկ Իսրայելը կոչնչացվեր, ասել է Թրամփը։ Իսրայելը կոչնչացվեր, թե չէ դա հարցի մի կողմն է, բայց Իսրայելին սրեց Տրամփը թևեր տալով, հետո էլ Իսրայելն էլ Թրամփին պարտադրեց պատերազմի մեջ ներքաշվելով, արդյունքում փաստի առաջ կանգնեցնելով Իսրայելը, Ամերիկայի Միացյալ ասում է, դե եթե ես չլինեի կոչնչանար, այսինքն շնորհակալ եղի, որ գոնե այս վիճակով ես քո պետությունը փրկել եմ։ Եթե հաղթանակ չի տարել Իրանի նկատմամբ, ապա այն ինչ որ հիմա կա, դա թանկ վաճառի Իսրայելի վրա, որ տես ես փրկեցի քո պետությունը։ Այդ իհարկե Դոնալդ Տրամփին մոտեցումը, այնպես որ դա նորություն չի։ Թրամփի և Զելենսկիի հանդիպման ժամանակ կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Հիմա ժամանակն է դադարեցնել պատերազմը, հավելել է Թրամփը, և Նեթանյահուն և Զելենսկին նախատեսում են մասնակցել հանգուցյալ սենատոր հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը Վաշինգտոնում։ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ, վերջին անգամ Զելենսկին Թրամփի հետ հանդիպել է հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, այսինքն այս տարվա մեջ դա երկրորդ հանդիպումն է։ Նաև այն մթնոլորտն են ներկայացնում, որ որակապես փոխվել է Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ, արդեն ըստ նրա տեսնում է ուժեղ հաղթող մարդու և լրիվ փոխվել է, և դրան զուգահեռ հիասթափություն է ապրում Պուտինի նկատմամբ, որը հերիք չի պարտվում է, մի հատ է չի ընդունում այդ պարտությունը, մի հատ է շարունակում է պատերազմը անիմաստ տեղը։ Եվ այս անգամ հավանաբար ենթադրվում է, որ տենց շոու չի դառնա հանդիպումը Օվալաձև աշխատասենյակում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը, ինչպես այլ անգամ եղավ, որ շատ բաներ քննարկվեց հենց լրագրողների աչքի առաջ, բանակցությունները հենց վարվեց լրագրողների աչքի առաջ, այս անգամ դրա կարիքը չի լինի, կարծում ենք, որովհետև բան ունի քննարկելու Զելենսկու հետ։ Հա, լրագրողներին ինչ որ պետք է կասեն, բայց բան ունի քննարկելու Զելենսկու հետ, բաներ ունի պայմանավորվելու, ու դա պետք չի, որ շոու սարքեն լրագրողների առաջ։ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը ներողություն, Բրիտանիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն դիմավորել է HMS Queen Elizabeth ավիագրի վրա։
Վլադիմիր, դու առաջին օտարերկրյա ղեկավարն ես, որին ես անձամբ ընդունում եմ պաշտոնը ստանձնելուց հետո, եւ դա պատահականություն չէ։ Դա ծայրաստիճան հստակ ազդանշան է։ Մենք 100%-ով Ուկրաինայի հետ ենք, անձամբ ես 100%-ով ձեզ հետ եմ, եւ ես լիովին պահպանելու եմ Ուկրաինայի առջեւ բոլոր պարտավորությունները, որոնք մեր երկիրը ստանձնել է, նշել է Բըրնհեմը։ Փայլուն մոտեցում, փայլուն քաղաքականություն, առաջիկա մի քանի օրվա մեջ մի քանի հստակ կոնկրետ քայլեր անելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունը ճշտելը եւ համաեվրոպական ծրագրերին ակտիվ մասնակից լինելը եւ Ուկրաինայի թիկունքին 100%-ով կանգնելը։ Դա պատիվաբերում նոր վարչապետին, եթե ինքը այսպես շարունակի, շատ լուրջ, շատ կարևոր դերակատարություն կունենա նոր աշխարհակարգի հետ կապված հարցերում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անկորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը։ Այս մարդիկ չեն կարողանում հաշտվեն այդ մտքի հետ, որ Անկորիջում գնացել է Պուտինը խաբել է Տրամփին։ Երբ որ Պուտինը գնացել էր Տրամփի հետ հանդիպելու, Տրամփը Պուտինին հիշում էր առաջի իր պաշտոնավարման ժամանակ։ Սենց սիրատոչոր հայացքով ինքը նայել է Պուտինին ու ասել է, ասա, ինչ ասես լսում եմ, բայց վերջապես մեռան բացատրելով այս մարդիկ, որ ոչ մի համաձայնագիր, ոչ մի պայմանավորվածություն չի եղել։ Ուղղակի Դոնալդ Տրամփը հիացական լսել է Պուտինին, հետո երբ որ հասկացել է, որ Պուտինը իրան խաբել է, ասել է դե խաբելը դու հիմա կտեսնես, որտեղ Պուտինը գնացել նենց էր պատմել, որ ինքը ամբողջ Ուկրաինան գրավել է, գնացել է, հասել է, հիմա արդեն զորքով հասել է Ամերիկա, ուղղակի չի ուզում մտնի հարգելով Տրամփին։ Այդ հեքիաթը Տրամփը արդեն իմացել է ժողովուրդ եւ վիրավորվել է, որ իրան խաբել են։ Վիրավորվել է, որ մտածել են, որ իրան կարող են այդպես միամտաբար խաբել։ Բայց ինքը էմոցիոնալ մարդ է, ինքը ուզում է խաբվի։ Իրան շատ դժվար է մարդը իրան զսպի, այդ մարդը դիմացինը, որ ուզում է խաբվի, չխաբես իրան։ Բայց հիմա վիրավորվել է, ասում է, ոնց դուք ինձ խաբում եք, հիմա արդեն դուք, որ ասում եք վերադառնանք Անկորիջի պայմանավորվածություն, չկա Անկորիջի պայմանավորվածություն։ Ու նաև քանի անգամ ասենք, չկա Ստամբուլյան պայմանավորվածություն Զելենսկու հետ, ժամանակը անցել է, դուք այս ժամանակի հաշվիչով հաշվեք, թե դուք ինչ եք անելու։ Հիմա բանը անում, որ նոր բան եք առաջարկում, հինը չարած, հինը չեն էլ անելու, հինը արդեն մոռացեք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն օգոստոսի 1-ից Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր հաստիքային թվաքանակն ավելացվել է 25,000-ով ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծման կապակցությամբ։ Նախորդ հրամանագիրը զինված ուժերի թվաքանակի ավելացման վերաբերյալ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հունիսի 12-ին։ Այս արդեն երրորդն է այս վերջի ընթացքում կարճ ժամանակում։ Ինչ անընդհատ համալրելուց է խոսում, բացի կանոնավոր բանակը համալրել է նաև մոբիլիզացիայից է խոսում, սեպտեմբերի 20-ի ընտրություններից հետո անպայման դա պետք է լինի, իսկ դա նաև բավական լարված մթնոլորտ է ստեղծում երկրում, որ հասկանում են ընտրություններից հետո սրանք, որ ընտրվեցին, տանելու են նորից ժողովրդին կոտորել, որտեղ արդեն իրանք տեսնում են կոնկրետ պատերազմի վնասները իրանց վրա։ Բացի այն, որ իրանց երեխաներին տանում են կոտորելու, արդեն իրանց քաղաքները հարված են ուտում, արդեն իրանք բենզինի խնդիր ունեն, արդեն իրանք սննդի խնդիր ունեն, արդեն իրանք պահեստներին են հարվածում Վայլդ բրիզին, արդեն իրանք հասկացան, որ այդ պատերազմը մտել է իրանց տուն։ Իսկ հիմա արդեն չի կարողանում ինքը համալրել բանակը։ Դրա համար ստիպված է նորից հաջորդ հրամանագրով ասի, որ պետք է քանակությունը ավելացնի։ Սա լավ օրից չի գալիս, սա նշանակում է, որ ինքը այդ խնդիրը լուծել չի կարողանում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին, բայց հալքով էլ չի մնում, հենց գիտի ամբողջ աշխարհին խաբել է։ Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը, բոլորս խորապես ներգրավված ենք, սուզված ենք տեղի ունեցող իրադարձությունների հյուսվածքի մեջ, յուրաքանչյուրն իր ուղղությամբ, բայց եւ ընդհանուր առմամբ բոլորս հասկանում ենք, թե ինչ է կատարվում թե երկրում, թե աշխարհում։ Ընդհանուր առմամբ ինչ իրավիճակում է գտնվում Ռուսաստանը, ինչ պատմական փուլ է այն անցնում եւ անցնում է արժանապատվորեն, որն է արժանապատվորենը, որ տանես քո քաղաքացիներին կոտորես, որ ինչ անես։
հողին հավասարացնես մի տարածք, որը վերցնես, որը չես էլ սարքելու, դրա վրա ռուս բնակիչ չի էլ ապրելու, կանգնես ոչ միայն այդտեղի մարդկանց էվակուացնելու մասին խոսես, այլ նաև խոսես, որ սահմանակից բնակավայրերը պետքա տեղափոխել խորքը, որովհետև նրանք անվտանգ չեն, մարդկանց անվտանգությունը չես կարողանում ապահովես սահմանակից մարզերի Ռուսաստանի, ասում ես դուք պետք է տեղափոխվեք խորքը Ռուսաստանի, բա ինչ պետք է անի, բա այդ ում համար էր գնում ռուս ժողովրդի շահերը պաշտպանում Դոնբասում, հետո Դոնբասում, որտեղ որ գրավում ես մի հատ մարդ չկա ապրող, որից հետո էլ մի հատ էլ քու տարածքների ռուս բնակչությանն ես տեղափոխում։ Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ եւ կհասնի իր նպատակներին։ Որն է այդ նպատակը։ Այդ նպատակը 22 թվականի դրած ոչ մի նպատակի Ռուսաստանը չի հասել, ավելին շատ ավելի վատ վիճակի մեջ է ինքը կանգնել։ Եթե շատ արագ թվարկենք ՆԱՏՕ-ի դեմ էր պայքարում ՆԱՏՕ-ն եւ Ֆինլանդիայի, Շվեդիայի տեսքով տեսանք, որ առաջացավ իր ազդեցություններ ցանկանում տարածել Ուկրաինայի վրա, կորցրեց ազդեցությունը Վենեսուելայում, Կուբայում, Սիրիայում, շատ շուտով կկորցնի նաև Մերձդնեստրում, Մոլդովայում, կկորցնի Վրաստանի, Աբխազիա, Հարավային Օսիայում եւ անհույս անդառնալի ռուսամետներից վերջապես կկարողանանք փրկել Հայաստանը եւ կկորցնի նաեւ Հայաստանը։ Այս երկու նպատակը ուզում էիր ապառազմականացնել Ուկրաինան, հիմա ամենամարտունակ բանակն ունի, ամենազինված բանակն ունի, որ հարցն ես լուծել, որ հիմա ասում ես պետք է հասնենք մեր նպատակներին։ Ողջ ռուս ժողովուրդը, ամբողջ հասարակությունը աջակցում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին, համոզմունք է հայտնել Պուտինը։ Հասկանում եք, չէ՞, ինչ աշճանի աբսուրդ է այս մարդը, ինչի մեջ է ներքաշել իր պետությունը։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով Իրանի մասին, Իրանը հանդիպում է խնդրել իր լիազոր ներկայացուցիչների միջոցով եւ ուղղակիորեն եւ ներկայացի եւ ուղղակի։ Մենք հանդիպում ենք եւ կարծում եմ, որ լավ բաներ կարող են տեղի ունենալ։ Առանց մեր արածի նրանք չէին խոսի մեզ հետ։ Այսինքն եթե չհարված էին, մեզ հետ չէին խոսի, բայց չեն էլ ոնց որ թե խոսում։ Մենք լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ եւ եթե դրանք անհաջող լինեն, մենք կվերադառնանք լայնածավալ ռազմական գործողության։ Ես չափազանց շատ ժամանակ չեմ տրամադրի բանակցություններին, բայց նաև մի հատ կարծիք է հայտնել Միչիգանում կայացած հանրահավաքի ժամանակ Թրամփը խոսելով Իրանի մասին ասել է. նրանց հնարավոր չէ կաշառել, նրանց պետք է հաղթել եւ մենք նրանց ջախջախելու ենք, բայց տեսնենք թե սա ինչով կավարտվի։ Այժմ շատ բարեկամական բանակցություններ են ընթանում։ Դե իրա բիզնեսմեն բնավորությունը գնանք տանք, առնենք, ծախենք, հողերը, փողերը չի ստացվում։ Կանգնում է հրապարակային խոստովանումը, որ եթե չկարողանանք իրանց առնել, մենք պետք է ոչնչացնենք, որտեղ անկաշառներին պետք է ոչնչացնել, հանկարծ ծիլ չտան։ Այսպիսի խոստովանություն ժողովրդյան դժվար է պատկերացնել, որ կարելի է բարձր ամբիոններից անել ու ամբողջ աշխարհով տարածել։ Թե այդ ասելու իմաստը որն էր, հնարավոր չի կաշառել, ավելի լավ է սպանենք, էլի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև 2.5 տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ։ Հնարավոր է, եւ այդ նախագահը ասելու է, թե որքան լավ է գործում տնտեսությունը։ Հաջորդ նախագահը հաստատ դա չի ասելու, չնայած հաջորդ նախագահը չի լինի Դոնալդ Թրամփի նման, որ ամեն ինչ էլի գցի նախորդների վրա, պաշտոնավարման ամեն օրը ծառայացնի նախորդներին քննադատելու վրա։ Եվ միևնույնն է, ով էլ գա համենայն դեպս քննադատելու առիթ կունենա, բայց տենց չի ինքնի անցյալի հետևից, այդ մի բանը հաստատ է։ Բայց մարդը շատ ծանր է տանում, որ 2.5 տարի հետո գնալու է։ Մարդ, որ այդպիսի բարձր պաշտոն է զբաղացնում, մինչև վերջի օրը պետք է մտածի, որ ինչ կարող եմ անել իմ պետության համար, իմ երկրի համար, իմ ժողովրդի համար։ Ու բացարձակ նշանակություն չունի, թե դու ինչ կարգավիճակով կլինես, որովհետև ի վերջո օրենքը երբ որ ընդունել են, որ երկու ժամկետից ավել իրավունք չունես պաշտոնավարել, դե այդ դեպքում հարց է ծագում, այսինքն նրանք համարել են, որ ինչ տարիքի ուզում լինես, դու այլևս նախագահական թոշակառու ես, գնա ինչով ուզում ես զբաղվի, ինչ ուզում ես արա, վերջ, ավարտվել է, դու քոնն արել ես։ Բա 42 տարեկանում Թեոդոր Ռուզվելտը, որ դառել էր նախագահ, դա պարզ է Ուիլյամ Մաքքինլիի սպանությունից հետո, բայց 2 ժամկետ, լավ 8 տարի, 50 տարեկանում արդեն նախագահի թոշակառու էր, 82 տարեկանում գնալու ես, չես հաշտվում այդ մտքի հետ, Քենեդուն որ չխփեին,
43 տարեկան էր, 8 տարի գումարել, 51 տարեկանում պետք է գնար տուն, չէ։ Ինչ էր անելու, չէր գնալու։ 51 տարեկանում լնելու էր թոշակառու նախագահ, պաշտոնաթող նախագահ, ինչ ապատա է որ։ Հաշտվի էլի այդ մտքի հետ։ Մի խայտառականի այդ պետությունը, որը որ ավանդույթներ ունի։ Ժնևում ՄԱԿ-ի առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացության հրապարակման մեջ ասվում է. ԱՄՆ մի ժամանակ մարդու իրավունքների փարոսն էր, սակայն հիմա դա այդպես չէ։ Այսօր նա մեկուսացման մեջ է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի հետ միասին։ Աշխարհն այլևս չի լսում նրան, նշվում է հաղորդագրության մեջ։ Իհարկե Ֆրանսիայի կողմից շատ ծանր գնահատական է, որ համեմատես Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի հետ, բայց եւ միևնույն ժամանակ շատ ափսոս է, որովհետեւ այո իսկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները օրինակ է եղել աշխարհում, առաջադեմ մտածող շատերի համար դա եղել է օրինակ։ Եվ այո, ինչ որ միտեղ մենք ավելի խստապահանջ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններից, քան անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողը, որտեղ մենք չենք ապրել Ամերիկայում, դրսում մեզ օրինակ է ծառայել Ամերիկան։ Այսօր ուզում ենք, որ ինքը համապատասխանի այն արժեքներին, ինչով ինքը աշխարհի առաջ հանդես է եկել։ Ես Ամերիկայում եղել եմ, բայց հնարավոր չի իմ մտքից ճնճել այն Ամերիկան, որը մենք պատկերացրել ենք, որ աշխարհում գոյություն ունի։ Աշխարհի համար այո, այդ փարոսն է։ Դա կոնկրետ այն Ամերիկան չի, որը գնում ես, ոտքդ դնում ես, մարդկանց հետ շփվում ես։ Այո, դա իրական Ամերիկան է, որը գիտենք, բայց այն արժեքները, որը տարածել եք ամբողջ աշխարհով, ու այդ ձևով մտածող մարդիկ օրինակ են վերցրել, բարի եղեք արժանանալ հենց նրան, ինչը որ մեզ արժանացրել եք ու ասել եք սա է ապագայի ճանապարհը։ Ֆրանսիացու ասածը դաժան է, բայց ցավոք ճիշտ է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ռուսները Վենեսուելային շատ տեխնիկա են մատակարարել, Վենեսուելան ուներ ռուսական տեխնիկա եւ ինչով դա ավարտվեց։ Շատ վատ։ Մենք Վենեսուելայից վերցնում ենք միլիարդավոր եւ միլիարդավոր դոլարներ, նույնը տեղի կունենա նաեւ Իրանի հետ։ Թե Իրանի հետ ինչ կլի դա հարցի մի կողմն է, բայց այն որ ինքը հեգնանքով է խոսում ռուսական զենքի հետ կապված, այդ ճիշտ է անում եւ շատ լավ անում եւ գոնե եթե Վենեսուելայի հետ կապված ինքը համոզվեց, որ այդ է Ռուսաստանի քաշը եւ դրա համար բան չի ես մտածում, որ նա ուժեղ պետություն է։ Կանգնում ասենք Զելենսկուն մեղադրում, թե դու խաղաքարտեզ չունես, դու պարտված ես եւ այլ եւ այլ։ Բարեբախտաբար համոզվեցիր, որ այդ փուչիկ էր եւ այդ փուչիկը վաղուց արդեն պայթած է։ Ինչքան էլ պայթած փուչիկը փչես, մեկը այլևս չի ուռելու։ Եթե դա Դոնալդ Թրամփը թեկուզ Վենեսուելայի օրինակով ընդունում է, շատ հաճելի է դա լսել։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։